Ողջույն ռադիո մենքի հարգաժան ունկնդիր։ Շարունակում ենք մեր դասընթացը կոմբինացիա թեմայի վերաբերյալ։ Հիմա մեր ասացի օրինակը խաղատախտակի վրա է։ Սպիտակները կատարում են առաջին քայլը C2, C3, փիղը հարվածի տակ է։ Ունի երկու տարբերակ, կամ նահանջել A5 և կամ նահանջել միակ տեղը F8 դաշտ։ Այսինքն երկու դեպքում էլ փիղը այս դիրքում կարող է կամ տեղափոխվել A5 կամ F8։ Եթե սևերը իրենց առաջին քայլը կատարեն B4 A5, երկրորդ քայլ B2 B4 և կորչում է փիղը, ստիպված փիղը պիտի փոխանակեն զինվորների հետ և այս դեպքում սպիտակները առանց դժվարությամբ կարող են հասնել ոչ ոքի, որովհետև դուք հետագայում մենք որ վերջնախաղեր մանրամասն ուսումնասիրեցինք, կհամոզվեք, որ եթե խաղատախտակի վրա տարադաշտ փղեր են, տարադաշտ կոչվում են այն փղերը, որոնք շարժվում են տարբեր գույնի անկյունագծերով։ Պատկերացրեք, A5-ի փիղը չկա, մնում է սպիտակների E4-ի փիղը, որը սևադաշտ է, իսկ սևերի H1-ում գտնվող փիղը սպիտակադաշտ է։ Նման դիրքերը միշտ ավարտում են ոչ ոքի, քանի որ հղի պաշտպանությամբ չէ որ զինվորը կարող է առաջ շարժվել դեպի թակուհի, և ավել զինվորը դեր կատարել չի կարող։ Մենք սրա մասին հետագայում կիմանանք։ Հետևաբար այս նկատի ունենալով սպիտակների առաջին քայլը C2 C3, սևերը պատասխանում են փիղ B4 F8։ Սկսում ենք հետապնդումը։ Երկրորդ քայլ արքա D7 E8։ Բնական է նորից եթե առաջ գա միակ դաշտը այստեղ D6 դաշտն է, կկրկնվի դիրքը։ Հետևաբար սևադաշտ փիղը փորձում է մեծ անկյունագծով դուրս գալ հարձակումների տարափի տակից։ Երկրորդ քայլ սևերի փիղ F8 G7։ Երրորդ քայլ արքա E8 F7։ Սևերը պատասխանում են փիղ G7 H8։ Սպիտակները շարունակում են արքա F7 G8 փիղ H8 F6։ Սպիտակները շարունակում են արքա G8 F7 փիղ F6 Դավիթ 8 արքա F7 E8 փիղ D8 C7 արքա E8 D7։ Նկատում եք, անընդհատ հարձակումներ և սևերի փիղը չի կարողանում որևէ կերպ խուսափել հարձակումներից։ Հիմա եթե փիղը նահանջի A5, հիշում եք, B4 խաղալով փիղը ստիպված կլինի վերցնել զինվորներին, փոխանակել երկու զինվորի հետ և արդյունքում կստացվի ոչ ոքի։ Սևերը շարունակում են փիղ C7 B8 արքա D7 C8 փիղ B8 D6 արքա C8 D7 և դիրքը կրկնվում է։ Ահա վառ օրինակ, երբ կարող ես ոչ ոքու հասնել, պարտադրել մրցակցին ոչ ոքի, անընդհատ նրա կարևորագույն խաղաքարերից մեկի վրա հարձակվելով, և այդ խաղաքարը այլ բան չունի, քան միայն ու միայն նահանջել չկորչելու, չկործանվելու պատճառով։ Եվս մի գեղեցիկ օրինակ, որպեսզի չհոգնեցնենք ձեզ, մենք հետագայում մնացած օրինակները, քանի որ մեր դասի թեման էր տարբեր նպատակներ, կոմբինացիաներ իրականացնելով միշտ հետապնդում ենք տարբեր նպատակներ, կամ մատ անել, կամ նյութական առավելություն, կամ գծի բացում, դրանց մասին տեղում կծանոթանանք։ Այս դեպքում էլ դարձյալ շատ կարևոր մի օրինակ, որտեղ ունենալով մրցակիցը շատ մեծ առավելություն, բայց այսուհանդերձ կոմբինացիաների, ես ինչու եմ ասում կոմբինացիաները, որովհետև բացի մի կոմբինացիայից հնարավոր է դրանից բխել նաև այլ կոմբինացիա։ Մեր այս օրինակում
կծանոթանանք դրան, կհամոզվենք դրանում։ Դարձյալ ունենալով նյութական մեծ առավելություն կողմերից մեկը, այս հանդերձ ստիպված է հաշտվել ոչ ոքի, քանի որ կամ պատ է ստացվում, կամ էլ հագարակ դեպքում, եթե խուսափում է պատից, ինքն է պարտվում։ Եվ այսպես, սպիտակներ արքա H1, թագուհի H2, փիղ H4, սևեր արքա B6, բաբկեն 6, թագուհի D4, Դավիթ 4, փիղ D7, Դավիթ 7, զինվորներ, ներողություն, սպիտակները ունեն նաև զինվոր A4 դաշտում, կրկնության ժամանակ կհիշենք, զինվորներ A6, B5, C6, E4, կրկնենք դիրքը, սպիտակներ արքա H1, թագուհի H2, փիղ H4, զինվոր A4, սևեր արքա B6, բաբկեն 6, թագուհի Դավիթ 4, փիղ Դավիթ 7, զինվորներ A6, B5, C6, E4, նայենք դիրքին, մեծ առավելություն ունեն սևերը, 3 զինվորի առավելություն, և հետևաբար նրանց հաղթելը, հաղթանակի հասնելը, կասկած չի հարուցում, դժվարություն չի հարուցում, սակայն շախմատի գեղեցկությունը, իմաստնությունը կայանում է նրանով, որ անհուսալի թվացող դիրքերում, կողմերից մեկն մեկը իրականացնելով գեղեցիկ կոմբինացիա հասնում է ոչ ոք։ Հիմա դիտարկենք այդ ոչ ոքու հնարավորությունը։ Սպիտակներ, առաջին քայլ, փիղ H4, F2, ուշադրություն դարձրեք, փողով հարձակվել ենք թագուհու վրա, սա մարտավարական մի հնարք է, կամաց մենք նաև ծանոթանում ենք մարտավարական հնարքներին, այսինքն հարձակվելով թագուհու վրա փիղը, կաշկանդել է նրան, սա կաշկանդման հնարքն է, ուշադրություն դարձրեք, թագուհին միայն կարող է շարժվել անկյունակցով, այն էլ միայն հետ կամ առաջ, տվյալ դեպքում G1, A7 անկյունակցով, կամ էլ պետք է ստիպված վերցնի փիղը, բայց փիղը վերցնելու դեպքում պաշտպանված է փիղը թագուհով, հետևաբար կկորչի թագուհին, ունի ևս մեկ ուրիշ տարբերակ, կաշկանդումը փակել, զինվորը E4-ում է գտնվում, հետևաբար սևերը պատասխանում են E4, E3, կաշկանդումը թվում թե վերացված է, ահա այստեղ հետևում է գեղեցիկ զոհաբերություն, փիղ երկրորդ քայլ, F2 վերցնում է E3, դարձյալ կաշկանդումը վերականգնվեց, այս դեպքում սևերը, ինչպես ասացինք, կարող է միայն ու միայն քայլ կատարել G1, A7 անկյունակցով, նրանք միակ քայլը, որպեսզի թագուհին չկորցնի, նրանց միակ քայլը թագուհի D4 վերցնում է E3, վիթխարի առավելություն, նայեք, փիղն էլ ընկավ զինվորի դիմաց, սակայն հետևում է շատ գեղեցիկ մի քայլ ևս սպիտակների կողմից, թագուհի H2, F2, անսպասելի քայլ է և զարմաց խարուցող, քանի որ զոհաբերության է տրվում թագուհին ևս, հիմա ուշադրություն դարձնենք, եթե թագուհով սևերը վերցնում են F2-ի վրա, ստացվում է պատ, միայնակ արքան է և քայլ կատարելու հնարավորություն չունի, իսկ գիտենք, որ պատը ոչ ոքի է հանգեցնում, թագուհին ցանկացած տեղ դնի, եթե պաշտպանված չի կկորչի, առանց թագուհու հակառակը, սևերը կպարտվեն, և ստիպված են նրանք, որպեսզի առայժմ չկորցնեն թագուհուն, այն տեղափոխեն C5 արքայի պաշտպանության, այս դիրքում հենց իրականացնում է սպիտակները մեկ ուրիշ կոմբինացիա, այնտեղ զոհաբերությունների միջոցով նպատակը պատն էր, որ եթե վերցնում էր, ստացվում էր պատ և պատի օգնությամբ հասնում ենք ոչ ոքի, այս դեպքում կիրականացվի մեկ ուրիշ կոմբինացիա, քանի որ սպիտակները չեն ուզում ոչ ոքի հասնել, այլ նյութական մեծ առավելություն ունենալով նրանք ձգտում են հաղթել, սակայն հետևում է
դարձյալ գեղեցիկ անսպասելի մի քայլ սպիտակների կողմից A4 A5 շախ։ Այսպիսի կոմբինացիաները կոչվում են շեղման կոմբինացիաներ։ Երբ զոհաբերվում է որևէ խաղաքար, մրցակցի կարևորագույն խաղաքարը, որը զբաղեցնում է կարևորագույն դիր կամ պաշտպանողական ֆունկցիա է իրականացնում, նրան այդ ֆունկցիայից զրկում ես։ Այդպիսի կոմբինացիաները կոչվում են շեղման կոմբինացիա։ Հետաքրքիրն այն է, որ սևերը ուրիշ քայլ չունեն այս դեպքում, միայն կամ պետք է նահանջեն, կամ պետք է B6 A5 քայլով վերցնեն զինվորը։ Թագուհին մնում է անպաշտպան եւ բնականաբար սևերը կպարտվեն, քանի որ զորեղ թագուհին հանգիստ մեկը մյուսի հետևից կոչնչացնի նրա ողջ բանակը, բոլոր զինվորները, այդ թվում նաև փղին։ Հետևաբար ճիշտ քայլը եւ միակ քայլը, որպեսզի չպարտվեն սևերը, ստիպված էին առաջարկված քայլին թագուհի, հիշում եք, սպիտակները խաղացին G2 F2, սևերը ստիպված են վերցնել D4 F2 եւ պատ, արդյունքում կրացեց ոչ մեկի։ Ինչպես ասացի, մնացած օրինակները, մնացած նպատակների համար կփորձենք հաջորդ դասին ձեզ ներկայացնել։ Առայժմ ցտեսություն, միշտ նոր հանդիպում։